Տիկին Գալյան, ներողություն եմ խնդրում մի իրավիճակի հետ կապված, փետրվարի 17-ին կալանավոր է մահանում քրեակատարողական հիմնարկում, փաստացի եթե ժողովուրդ օրաթերթը այդ տեղեկությունը չիմանար, փետրվարի 17-ից մինչ փետրվարի 23 ընկած ժամանակահատվածում որևէ պաշտոնական հաղորդագրություն չէր տարածել քրեակատարողական ծառայությունը, ինչ է թաքցնում։ Բայց պրակտիկա չունի, որ մահվան յուրաքանչյուր դեպքում հրապարակում անենք այդ մասին հայտնենք, բայց ինֆորմացիան բաց է։ Եվ այդ է պատճառը, որ դուք դրա մասին իմացել եք։ Առողջական խնդիրներ ունեցող անձի հետ է կապված եղել հարցը, մենք ճիշտ ժամանակին կոմունիկացրել ենք դատական մարմինների հետ, ինչ որ խնդիրներով պայմանավորված գուցե փոքր-ինչ ձգձգվել է նրա հարցի քննությունը, բայց կոնկրետ պատասխաններ տալ չենք կրկնում եմ, խոսքը առողջության հետ կապված խնդիրներ ունեցող վերաբերում եւ դրանից զբաղվում է քրեակատարողական միջոցառման կենտրոն ՕԱԿ-ը, որը արդարացիության նախարարության ենթակացված չի գործում։ Տիկին Գալյան, տևական ժամանակ անձը արդարություն է փորձել գտնել, բարձրաձայնել է, որ ինքը գլխուղեղի քաղցկեղ ունի, դիմել է դատարան, բարձրաձայնել է, անգամ չեն կարողացել բերել նիստերի դալիճ, որպեսզի նիստը անցկացվի ու մի թղթի պատճառով մարդը մահացավ, հանցագործնել է մարդ, այո։ Իհարկե, եւ որ մեկ դա չի հերքում, տեսեք, մենք չափից շատ ուշադիր ենք իրականում նման տիպ դեպքերի հետ կապված, որովհետեւ մենք ուզում ենք, որ բոլոր այն մարդիկ, որոնք ունեն անհամատեղելիություն անազատության մեջ գտնվելու եւ հիվանդության մեջ են, չլինեն անազատության մեջ։ Եվ եթե դուք ուսումնասիրեք համապատասխան գործը, կտեսնեք, որ քայլերը իրականում ձեռնարկվել են։ Մահացավ մարդը, փաստացի չկայացած արդարադատություն, Տիկին Գալյան։ Բայց ես պետք է մի միտք ասեմ, որը գուցե քննադատվի, բայց երբեմն այո լինում են նման իրավիճակներ եւ երբ մարդը առողջական վիճակով պայմանավորված մահանում է անգամ քրեակատարողական հիմնարկի ներսում եւ երբեմն կամ հաճախ դրսում։ Մեղքի զգացում չկա, Տիկին Գալյան։ Ինձ մոտ ինչ եմ ասում։ Ամեն դեպքում փաստացի Տիկին Գալյան, անձը մահանում է, չէ։ Տիկին Գալյան, մարդը բարձր դուք մեղավոր եք զգում, որ դրսում ես ինձ որպես կներեք, բայց եթե պատշաճ չեմ կարողացել բժշկություն ցուցաբերել, ես մեղքի զգացում ունենամ։ Ես ձեզ խնդրում եմ, չփորձեք այլևս նման հարցեր տալ։ Ինչու Տիկին Գալյան։ Որովհետև ոչ ես ինձ մեղավոր չեմ։ Հայաստանում արդարադատություն չի իրականացում, մարդիկ մահանում են։ Ես եւ քրեակատարողական ծառայության բոլոր աշխատակիցները վստահաբար իրականացնում են օրենքով նախատեսված իրենց լիազորությունները եւ նման մանիպուլյատիվ հարցադրումներ այլևս մանիպուլյատիվ չէ, մարդը տևական ժամանակով Տիկին Գալյան, մի վրթովեք, ես շատ եմ վրթովում։ Որովհետև մարդը տևական ժամանակ ամիսներ շարունակ, չէ՞ Տիկին Գալյան, մարդը դուք ձեզ մեղավոր զգում եք, ոչ ինչ եմ արել։ Ինչ եմ արել կամ ինչ պետք է անեինք, որ չենք արել։ Կմանրամասնեք ինչ էիք արել։ Խնդրում եմ, ինքներդ գործը ուսումնասիրեք, տեսեք մենք ինչ էինք արել եւ ինչ պետք է անեինք եւ դրանից հետո եզրահանգումների եկեք եւ սրանից հետո ես ձեզ թույլ չեմ տալիս նման հարցադրումներ։ Տիկին Գալյան, ես եմ որոշում, թե ես ինչ հարց պետք է, չէ, Տիկին Գալյան, այստեղ խնդիրը նա է, քաղաքացին մահանում է, քրեակատարողական ծառայությունը թաքցնում է մահը։ Դուք ձեզ մեղավոր զգում եք, որ այսօր ինչ որ մարդիկ օրինակ սոված։ Եթե իմ կողքով դուք ձեզ մեղավոր զգում եք, որ ինչ որ բան չեք անում։ Չեմ բարձրաձայնում, պետք է ամեն ինչ անեմ, բարձրաձայնեմ, ինչ է անում։ Տիկին Գալյան, ես իմ մեղավորության մահվան դեպքում դուք ձեզ մեղավոր զգում եք։ Տևական ժամանակ բարձրաձայնել եմ, որ այդ մարդը ունի առողջական խնդիրներ, ոչինչ չի արվել։ Ոչ, լավ բարձրաձայնել եմ, համապատասխան մարմինները քայլեր չեն ձեռնարկել, Տիկին Գալյան։